զգույշ եղեք, որ այս փոքրիկներից որևէ մեկին չնեղացնեք, որտեղ նրանց հրեշտակները ամեն օր իմ երկնավոր հոր երեսն են տեսնում երկնքում։ Այսպես ասաց մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մեր պահապան հրեշտակները ամեն օր մեզ պահպանում են, չէ՞։ Մեզ կցված են։ Եվ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է ծննդյամբ մի պահապան հրեշտակ ենք ստանում, մկրտությամբ երկրորդ պահապան հրեշտակը։ Եվ հետո ի՞նչ է տեղի ունենում։ Այդ պահապան հրեշտակները ամեն օր մեր կյանքի, մեր օրվա հաշվետվությունը ներկայացնում են երկինք։ Հա։ Գնացին երկինք հաշվետվությունը ներկայացրեցին, էլի վերադառնում են մեզ պահպանում են։ Հիմա ինչ կարող են անել մեզ համար։ Մեզ պահպանում են մեր պահապան հրեշտակները, եթե փորձության մեջ ենք, եթե աղոթում ենք, եթե իրենց միջնորդությունն ու բարեխոսությունն ենք խնդրում, արձագանքում են այնքանով, որքան որ մենք իրենց հավատում ենք, որքանով որ իրենց ներկայությունը զգում ենք։ Գիտեք, մեր հավատքի աստիճանը ապահովում է բարեխոսության զորությունը։ Եթե մենք հավատում ենք ու վստահում ենք, որ մեր պահապան հրեշտակները մեր կողքին են, մեզ հետ են եւ մեզ կարող են օգնել եւ այդ հավատքի համապատասխանել ջերմեռանդորեն աղոթք ենք անում, ուրեմն անմիջապես մեզ պահպանություն ու օգնություն է գալիս։ Եվ սա վերաբերում է ոչ միայն պահապան հրեշտակներին, այլ նաեւ բոլոր սուրբերին։ Սուրբերը կարծես մեր երկրորդ պահապան հրեշտակներն են դարձել, որտեղ Աստծոց իրենք իշխանություն ունեն երկնքում, որ իրենց կյանքը, իրենց նվիրումը, իրենց նահատակությունը, իրենց ճգնությունը, իրենց աղոթքները իրենց տվել են աստվածային իշխանություն մարդկանց համար բարեխոսելու, միջնորդելու, երկինքից իջնելու, երկրի վրա մեծ պատերազմակից լինելու։ Հաղթանակած եկեղեցին կարծես միավորվում է պատերազմող եկեղեցու հետ եւ մեզ հետ պատերազմը մղում։ Հիմա սուրբերն ու հրեշտակները հասկացանք։ Բարեխոս են, պահապան են, զորավիգ են, օգնական են։ Բայց շատ մարդիկ կան, որ այս աշխարհից ինչ-ինչ թերություններով գնացին եւ միգուցե ամբողջական չեն ապաշխարել, հա, չեն խոստովանել միգուցե դեպքերի բերումով նաեւ հաղորդություն չեն ստացել, կարծեմ թե մեծ մասով կնքված են, էլի, բայց կարող է խորհրդային իշխանությունների կամ ուրիշ ծանր ժամանակներն եղել, որ եկեղեցի չի եղել, եկեղեցականներ չեն եղել, հա, հավատացել են Աստծուն, բայց չի հաջողվել մկրտվել, այսինքն իրենց պատճառով չի եղել, իրենց մեղքի պատճառով չի եղել, որ չեն մկրտվել։ Ինչը իրենց կարգավիճակը լինելու, այսինքն միջակ արդարների, որ այս աշխարհից հեռացան։ Երկնքում կան արդարների կայաններ եւ մեղավորների կայաններ։ Արդարների կայանը երկու մասի է բաժակվում։ Միջակ արդարների եւ արդարների։ Հա։ Մենք չենք կարող կողմնորոշվել, մենք չենք կարող սահմանել եւ սահման դնել միջակ եւ արդար մարդկանց, միջակ արդարների եւ արդարների միջեւ, հա։ Թողնում ենք այդ հարցը։ Մեզ համար թե արդար, թե միջակ արդարները նույն արդարների կայանի մեջ են։ Եվ իրենց համար աղոթք պետք է անենք։ Իրենց համար հոգեհանգիստ պետք է անենք, իրենց համար ողորմություն պետք է անենք, որպեսզի իրենց օգնենք։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է բուն, մեղավոր եւ չար մարդկանց համար աղոթքները անօգնական են եւ անօգտակար են։ Ոչ մի օգուտ չեն ստանում իրենք, բայց ես էլ մենք չենք կարող իմանալ։ Բնականաբար մենք օրինակ Հուդայի համար հոգեհանգիստ չենք անում, կամ չգիտեմ Հիտլերի համար հոգեհանգիստ չենք անում, կամ չգիտեմ Ներոնի համար հոգեհանգիստ չենք անում, որովհետև մեզ համար դրանք հայտնի մեղավորներ են, հա։
Բայց քրիստոնյաների համար հոգեհանգիստ անում ենք։ Նրանք, ովքեր մկրտված են, ովքեր հայ եկեղեցու զավակ են, բայց երբեմն նաև թույլ ենք տալիս մեզ աղոթել նաև քրիստոնյաների համար, որոնք հայ եկեղեցու զավակել չեն։ Ես էլ թույլտվությամբ ենք անում, հա։ Ուրեմն միջակ արդար եւ արդար մարդկանց կայանները երկնքում են եւ աղոթքը հենց իրենց համար է։ Բուն մեղավոր չար մարդկանց աղոթքը մենք էլ լիավասություն չունենք եւ եկեղեցին էլ թույլ չի տալիս իրենց աղոթելու համար։ Ինչ կլինի իրենց վախճանը մեզ հայտնի չի։ Տիրոջ արդար դատաստանի ժամանակ ամեն ինչ հայտնի կլինի, հա։ Մեզ համար ոչ բան հայտնի չի։ Ուրեմն մենք մնում է աղոթենք միջակ արդարների եւ արդարների համար եւ խնդրենք սուրբերի ու հրեշտակների բարեխոսություն։ Ամեն